միջոցառում է մի ֆիլմ, որը նկարահանվել է 4 տարիների ընթացքում։ Խնդրում եմ ուշադիր եղեք, շնորհակալություն բոլորիդ, որ եկել եք, շնորհակալ եմ շատ։ Դասամիջոցներին վազվզոց ու գզվրտոց, թրիլեր մաթեմատիկայի թեմատիկի ժամանակ և մելոդրամը, երբ մայրիկները տեսնում են էլեկտրոնային օրագրերը։ Ոչ, դա քիչ է, մտածեք, հիշեք։ Լավ, եկեք փորձենք առաջին կադրը։ Ես պատրաստ եմ։ Սպասիր։ Ժողովուրդ, մեզ պետք է շեդևր։ 4 տարի նկարահանել ենք, հազարավոր կադրեր ունենք, բայց ոնց դրանք հավաքենք մեկ ֆիլմի մեջ։ Ինչ անիվ մեջ ունենք մեր 4 տարիների հիշողությունները։ Ռեժիսոր, նյութը շատ է, օրինակ առաջին դասարանը իսկական հեքիաթ էր, հիշում եք փոքրիկ հերոսներ, որոնք կռվում էին գրիչների ու տառերի հետ, ամեն օր մի նոր բացահայտում, ամեն տողը մի արկած։ Իսկ երկրորդ ու երրորդ դասարանները դա արդեն դետեկտիվ էր, ողջ օրը փնտրում էինք, ուր է կոլերրետինը, ով է կերել իմ բրդուչը, կամ այս խնդրի պատասխան որտեղից գտնեմ, կամ ինչու է մեր ուսուցչուհին այսքան բացակայում, ինչ է պատահել նրան։ Հա, իրոք, երկրորդ դասարանում գրեթե հիշարժան ոչինչ չունենք։ Ինչու ես այդպես ասում, հիշում եք մեր դպրոցի ուսուցչուհիների անակնկալ նոր տարվա նախօրեին, ինչ հրաշալի ներկայացում ցուցադրեցին։ Իսկ մեր ուսուցչուհին կարմիր գլխարկն էր։ Իրոք, հրաշալի միջոցառում է, բա ասում ենք հիշելու բան չկա։ Բայց բացի, մենք մոռացանք ամենակարևորը։ Մեր ֆիլմը 4 տարի եղել է կատակերգություն, ամեն դասամիջոցի մի զվարճալի դեպք, ամեն սխալ արտանցված բառից հետո մի ամբողջ դասարանի ծիծաղ։ Եկեք մի երկու կադր դիտենք, տեսնենք ինչ ունենք մեր ֆիլմադարանում։ Профессий много, но прекрасней всех кино. Кто в этот мир попал, навеки счастлив стал. Фильм, фильм, фильм. Фильм, фильм, фильм. И нам, конечно, лгут, что там тяжелый труд. Кино, волшебный сон, ах, сладкий сон. Фильм, фильм, фильм. Фильм, фильм, фильм. Профессий много, но прекрасней всех кино. Кто в этот мир попал, навеки счастлив стал. Фильм, фильм, фильм. Фильм, фильм, фильм. Профессий много, но прекрасней всех кино. Кто в этот мир попал, навеки счастлив стал. Фильм, фильм, фильм. Фильм, фильм, фильм. И нам, конечно, лгут, что там тяжелый труд. Кино, волшебный сон, ах, сладкий сон. Фильм, фильм.
Իրոք, այդքան էլ հարուստ չէ մեր ֆիլմադարանը։ Գիտեք ինչ, եկեք սցենարը գրենք հենց հիմա, ոչ թե հորինենք, այլ ցույց տանք այն, ինչ իրականում եղել է։ Բայց ուսուցողական մասը առանց խրատի կինո չի լինի։ Ուսուցողականն այն է, որ այս բոլոր ժանրերը մեզ մի բան սովորեցին, մնալ ընկեր և դառնալ մարդ։ Դե ինչ, ռեժիսոր, պատրաստ ես։ Այո, եւ ինչպես ասել է մեր ծնի Սահակյանը, մարդը գնացական է, նրա լավ գործը մնացական։ Ասել է, ինքն է մնացական։ Այն խոսքի օրինակ, այս շաքարը գցեցիր չայի մեջ, հալավ, կորավ, չկար, բայց չայն անուշացավ։ Այդպես է լավ մարդը կգնա, բայց նրա լավ գործը աշխարհ կանուշացնե։ Թե չէ առանց լավ մարդու աշխարհը շատ դառնա։ Օ, ցիլեղի։ Հանճարեղ է ասված։ Պատրաստ եմ։ Սկսում ենք մեր կյանքի ամենակարևոր պրեմիերան։ Բայց մեկ։ Մենք դպրոց մտանք քայլերով վեճում ու բարևեցին մեր ջերմ դպրոցի։ Սիրելի հյուրեր, այսօր դուք ներկային եք լինելու մի ֆիլմի, որը նկարահանվել է ոչ թե տեսախցիկով, այլ սրտով։ Ֆիլմ, որի հերոսները փոքրիկ էին, բայց երազանքները մեծ։ Երբ առաջին անգամ եկա դպրոց, պարսը ինձ մեծ էր։ Մենք չենք ճանաչում իրար, բայց Դարձանք մեկ դասարան։ Մեզ դիմավորեց և ուղեկցեց դպրոց մեր առաջին ուսուցչուհին։ Շատ շիրք կայտարուզված դպրոցի շենք մենք մտանք, բացվեց լուսեմի աշխարհ, անցանք անցած ճանապարհ, բայց 4 տարին մեզ համար թված վայրկյան ակնթարթ։ Երբ դպրոց մտանք, մանուկներ էինք, դեռ թույլը փոքրիկ, դե թափազիվ գրենք, մի քանի կերպ ու միթե գծիկ։
Առաջ մեզ դեռ չենք ճանաչել, չենք կարող գրել կամ կանգնել ուղիղ, բայց հիմա գիտենք, մենք արդեն շատ բան ու դեռ շատ բաներ պիտի իմանանք։ Դպրոց գնալը պարզապես դաս չէ, այլ մեծանալու առաջին քայլում։ Ընկերներիս հետ միշտ ենք ծիծաղ, տարիներն էին ամեն ինչ գիտեղ։ 4 տարին անցավ հեքիաթի նման, անկեղծ ճպիտով ու վառ հուշերով, մեր մանկության վառ կայարանից ճամփա եք ընկնում դեպի ապագան։ Այսօր ավարտվեց առաջին սերիան, մեր մանկության վառ անմեղ ֆիլմի, ձեր տված լույսով, կաթերով բարի, մենք հրաժեշտ ենք այս փուլին տալիս։ Կադր 2 դուբլ 1 Մեր երթը վստահ, քայլը տոնական, մեր հոգին մաքուր, պարզ ու անսասան։ Մեր կամքը պիտի կոփենք ու մարզենք ու միջին դպրոց, վստահ մենք քայլենք, ջանք չենք խնայի ու չենք ծուլանա, որ ամեն մի օրը հաղթանակ դառնա։ Խոստանում ենք լինել անկոտրում, որ լույսը վառվի մեր լուրջ աչքերում, թող խնդիրները գան ու չքանան, իսկ հաղթական երթը թող միշտ ընթանա։ Շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեզ հետ են եղել, մեր դասարան մտնելով մեզ գովել են կամ խրատել։ Հարց հանդիսատեսին, կարող ասել, թե ովքեր մեր ֆիլմի պրոդյուսերները։ Ծնողները, Այո, ծնողները, մեր շատ սիրելի ծնողները։ Դուք մեր պրոդյուսերներն եք ամենակարող, մեր անհաջող դուբլը մի սփռագրով, եղել եք առաջին հանդիսատեսը, դժվարությունների ականատեսը, դուք չեք նկատում սխալ նյութերի, սպասում եք միշտ մեր հաղթանակին։
Գովերքեցինք մայրիկներին, էլի հայրիկները մնացին ստվերում, հատուկ շնորհակալություն հայրիկներին։ Բամեր ծանր հրետանին, տատիկներն ու պապիկները, նվացիներ բոլորին։ Եկեք շարունակենք մեր ֆիլմը, իսկ մեր ուսուցիչները ինչ պակաց պրոդյուսերները, չէ, ռեժիսորներ, մեր նազուտուզը տանող, մեր ճիշտն ու սխալը ասող, մեր ասածը գովացող, չարածողներով, մի խոսքով մեր բարի ու լավ ուսուցիչներ, շարունակենք մեր ֆիլմը։ Ուսուցիչ խոսքը որպես վառ ջրակ, մթին ճամփին լույս է տալիս, նա մեզ համար բացում է դուռ, որ դեպի մեծ կյանք է տանում, սովորեցնում լինել արդար, հաղթական, ապագայի համար։ Մեր սցենարի բարի ռեժիսոր, մեզ դուքի տվեցիք լուքս ու փառավոր, դուք կերտեցիք որպես մարդու հայ, որ մեր ողջ կյանքում մենք լինենք արդար։ Ինչ կլիներ մանկությանը, Տեր Աստված, չլինեին դպրոցներ, ուսուցիչներ, ուստի հիմա ամբողջ հոգով խոնարհվում են ձեր առջև։ Ծաղիկներ սիրուն, խոնարհվեք մի վաղ, ու գուրմունք բրեք դուք նրա ճամփին, տեսեք նստած եք ողջ հմայքով, տնօրենը մեր գեղեցկուհի, շնորհակալ ենք մենք ձեզանից, ընկեր Մարտիրոսյան, մեր սիրելի։ Դուք բարձան ջինջակտուն եք, մշմարտության լուսանվար, հավերժորեն դուք մեզ հետ եք, դուք մեր անգիր ընկեր Աջան ու ընկեր Արաբաչան։ Մեր ուսուցիչները
ուսուցիչներ, առաջին իսկ հանդիպումից դուք գերեցիք մեր սրտերը, ձեր պարությամբ ու քշությամբ հավատալու վստահելու կարողությամբ։ Շնորհակալություն սիրելի Ռիտա Յուրիևնա, ընկեր Հովակիմյան, ընկեր Աբակյան, ընկեր Ավետիսյան եւ ընկեր Ահարոնյան։ Շնորհակալ կարճ մենք հանդիպեցինք, բայց սիրեցի ձեզ, ընկեր Իսկանդարյան։ Դուք լույս եք տալիս ու չեք սպորվում, ասես նորից մասնիկ ասմիջ, դուք չեք ծերանում, դուք չեք հրանում, ինչպես տարրերը մեր արևակես։ Այսօրվա նման հիշում եք կրկին, այն սեպտեմբերյան օրն առաջին, դասարան մտանք շարքով միասին և ողջունեց մեզ ուսուցչուհին առաջին։ Այնքան բարի եք մեր ուսուցչուհի, այնքան սիրալ էր քնկոշ կարեկից, որ հաճախ ձեզ կոչել ենք մենք մեր դպրոցի երկրորդ մայրիկ։ Դուք լավի, ազնիվի սերմացան, մեր սիրելի ընկեր Սանցյան։ Սիրելի ուսուցիչներ, այս սերմերը, որ դուք թանել եք մեր մեջ, հավերժ մեզ հետ կլինեն, նրանք լարչակ են կարմատակալեն մեր հոգիներում։ Դուք լույսի ովքյան մեր ուսուցիչներ, շնորհակալ ենք մենք ձեզանից եւ խոնարհվում ենք ձեր մեծության առջև։ Սիրելի ուսուցիչ, մեզ սովորեցիք գրել մայր, դպրոց, ընկեր բառերը, բայց ամենակարևոր բառը, որ դուք բառեցիք մեր սրտերում, հայրենիքն է։ Մենք հասկացանք, որ լավ աշակերտ լինելը նշանակում է լինել արժանի զավակ քո երկրի համար։ Սովորեցինք սիրել, աշխատել, պայքարել եւ լինել տերը մեր հողի։ Կաներ 5 դուգուր 1։
ուղարկի։ Մենք պիտի գտնենք կադրերն այնպիսի, որ մեր սուրբ երկրի անունը լսվի։ Այստեղ եք ծնվել, այստեղ եք ապրում, հայ անունն եք մենք պատվով կրում, ու որտեղ էլ որ կյանք մեզ տանի, մենք զավակներն ենք միշտ հայոց աշխարհի։ Մեր ֆիլմը կունենա 1000 սերիա, բայց շուժը մեկ Հայաստան երկիր։ Մենք երթողն ենք քո վաղվա օրվա, քո նոր պատմության վառ ապագայի։ Դու մեր հպարտ սուրբ հայրենիք, մեր հին ու նոր Հայաստան, մեր պապերի սուրբ աղոթքն ես, անպարտելի, անսասան։ Իմ Հայաստան, հայոց շորան, չքնաղ մի աշխարհ, ծաղկած Վրաստան, դու սև խավարում լույսի վարկրակ, դու մարգագետնում աճած մանուշակ։ Մենք դեռ փոքրիկ ենք, բայց վաղը վստահ կդառնանք զինվոր ու ամուր պաշտպան, որ մեր հայրենի երկրում անսասան լինի միայն հավերժ Բուրաստան։ Մենք ենք կետողը վաղվա պատմության, մեր ձեռքերում է լույսը գալիքի, մենք մատաղ ծիներ են ուժի, բարության խաղաղ երկինք ենք մաղթում հայազգին։ Հայրենի հողը սուրբ է ու անկին, նա է ուժ տալիս հայոց բանակին, մեր օրանն է ու մեր տունը մայր, կպահենք մենք միշտ ամուր ու անմար։ Հանն է զինվորին, հանք մեր բանակին, որ խաղաղ է պահում մեր երկրի ոգին։ Կադրվեց դուբլ մեկ։ Սարերի հովի նման, քեզ գրկեմ, հայրենիքի մարգինա նման, սեր
Ռեժիսոր, հերոսը նա չէ, ով միայն հաղթում է, այլ նա, ով ունի մեսիր, ով օգնում է, պաշտպանում ու աջակցում։ Մենք սովորեցինք սիրել մեր հողը, բայց այդ հողի վրա պետք է ապրել արժանապատիվ։ Չէ՞ որ հայրենիքը սկսում է բարի խոսքից, ձեռք մեկնելուց եւ ազնվությունից։ Մեր ֆիլմի ամենագեղեցիկ կադրերը դրանք են, որտեղ մենք սովորում ենք լինել մարդասեր ու ներողամիտ։ Ֆիլմը կարող է ունենալ հզոր էֆեկտներ, բայց եթե այն չունի հոգի, հանդիսատեսը չի հավատա։ Մեր կյանքի ֆիլմի հոգին մեր արժեքներն են, մեր լեզուն, մեր հավատը եւ մեր ոգին հայկական։ Հայոց լեզուն ներմրոցն է ասասա, օդարապին, հոգևոր մի Հայաստան, քարեպատը կարող է խոնարհվել, բայց մեր գիրը ոչ ոք չի կարող քանդել։ Զենքն ու սուրը ժամանակից կժանգոտեն, ուժոտներն էլ գուցե եւ մի օր պատնվեն, բայց հայոց գիրն ու տարերը սրբազան կմնան մեզ հետ հավերժ պահապան։ Սովորեցինք լինել կամեցող, ընկերոջ ձեռքը պինդ-պինդ սեղմող, չէ որ արժեքն է մարդուն զարդարում ու կյանքի մեծ էկրան հանում։ Դպրոցում սովորած ամենուած փաստը իրար օգնելն ու չթողնելն է, անշահ պահին նվիրած փաստը դժվար պահին թիկուն լինելն է։ Անցել ենք ուղի, դժվար ու բարի, եւ չի վախեցնում մեզ ոչ մի քամի, թող մեզ միացնի ընկերությունը, շատ լավ դասերն արտահայտությունը։ Չկա աշխարհում այնպիսի մրցանակ, որ լինի ընկերոջից թանկ ու հարազատ, նա ձեռքդ կբռնի ամեն պահի, լույսը կվառի քո ճանապարհին։ Փոքրիկ ենք երբ հանդիպեցինք, ուրախ ու սվախտանակ ու բարի, մեկը բոլորի, բոլորը մեկին, սեր օրենքը մեր դասարանին։ Անկեղծ ընկերը ուշ է հենարան, լարուշ է բացող մեր պատուհանի, լավ ընկերը քեզ միշտ կլսի ու դժվարության մեջ մենակ չի թողնի։ Ծաղիկ, ծաղկի, մի ծաղկե փույթ, քար դնես քարի, շենք ու կամուրջ է, կեչուն կեչու հետ անտառն է կեչում, առուն առվի հետ գետն է կարկաչում, տարը տարի հետ իմաստու բառ է, իսկ ուս, ուսին, ուր, անսպար է։ Ցավոք սրտի շատերն են թողնում հայրենիքն ու հեռանում, ուրիշ երկրներ են փնտրում երջանկությունն ու հարստությունը, բայց չգիտեն, որ Իմ Հայաստանը ուրիշ երկիր է, քաղցր թմբիր է, իմ Հայաստանը անհագ կարոտ է, սրտի անոթ է, ուրիշ շախոտք է, իմ Հայաստանը։ երբ արագիլն է չհում աշնանը, կա նրա բույրը, կա Հայաստանը, Լոս Անջելեսում Արարատ չկա, Ֆիլիպիններում Արագած չկա, Նեղոցի ափին չկա ավարակ։ Չվում եք հայեր, բայց ուր եք չվում, դարը խառնվել, աշխարհը նեղ է, մեր հայրենիքի դրոշն այստեղ է։ Հայաստանից դուրս Հայաստան չկա, Հայաստանից դուրս քաղցրություն չկա, Հայաստանում է պարում քոչարին, Հայաստանում է ուժը խաչքարի, Հայաստանում է ոգին առնական, Հայաստանում է հայ ապագան։
հոգով, մենք կհիշենք քեզ մեծ սիրով։ Մենք սովորեցինք, որ կյանքը կինո չէ, այստեղ դուբլ երկու չկա։ Պետք է ամեն օր ապրել այնպես, որ վերջում ամաչելու կատեր չունենանք։ Լինենք արժանի, բարի, խելացի։ Եվ աշխարհի առաջ կանգնենք բաց ճակատով, եւ ամենուրեք քրջեցնենք մեր երգը, եւ բարենք ավանդական յարհուշտան ու քոչարի։ Դուբլ մեկ կատեր վերջի։
դժվարություններով անցանք։ Ուզենամ հենց հիմա բոլորս մեր մտքերում աղոթենք մեր Մերիկոյի համար, որովհետև այս պահին գտնվում է հիվանդանոցում, իմ լավագույն բարողներից մեկը։ Մեր չեմ ասում մեր հերոսները, ձեռքը, որ այսօր կոտրած եկավ Լևոն Լյովը, մյուսը, մի խոսքով, բայց փառքաս, ապրեք երեխաներ ջան, կեցեք, այս ամենից հետո, որ դուք սենց ակով երեխաներ, փառք պատիվ ձեզ, շատ ապրեք, շնորհակալ եմ ձեզանից։ Ուզում եմ իմ խորին ծապտանք էլի մի հատ։ Ուզում եմ իմ խորի շնորհակալությունը հայտնել բոլորին։ Տնօրինությանը, Միկել Մարտիրոսյան ջան, շատ շնորհակալ եմ, որ ձեր տնօրինության ներքո մենք այստեղ ստեղծագործում ենք, աշխատում ենք, սերունդներ ենք կրթում, շնորհակալ ենք։ Ուրիշ այդ վատ մթնոլորտում, այդպես աղմուկի, աղաղակի կամ ինչ-որ մթնոլորտում մենք այսքան աշխատանք դժվար թե կարողանայինք, շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ եմ ընկեր Ադյան ձեզ, ընկեր Արաբաչյան, բոլորից անչափ շնորհակալ եմ, միշտ մեր կողքին եք։ Սիրելի ուսուցիչներ, շնորհակալ եմ բոլորից, ապրեք շատ։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաև իմ ծնողներին, այս 4 տարիների ընթացքում միշտ իմ կողքին եք եղել, աջակցել եք, ամեն ասածս կատարել, շնորհակալ եմ բոլորից, հատուկ, առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Օլիային Հուրաուլյաս։ Օլիա ջան, շնորհակալ եմ շատ։ Այդպիսի մի պահ անգամ չկա, որ ես մի բառ ասեմ, Օլյան տեղն ու տեղը չկատարի, այնպես որ շատ ապրեք, շնորհակալ եմ, այս 4 տարիների ընթացքում միշտ իմ կողքին եք եղել։ Շնորհակալ եմ մեր ընկեր Կարինեին, շնորհակալ եմ, մեր Կարինեն այս անգամ դժգոհություն հայտնեց, ամեն անգամ այս աղջիկը կուլիսների ետևում էր լինում, այս անգամ ասեցինք վերջ, այնպես ենք անում, որ էկրանին էստեղ երևա կադրերը և դու լինես առջևում քո երեխայի ելույթը տեսնես, շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ ծնողներ, բոլորից, անգարան, ընկեր Մարիամ, շնորհակալ եմ շատ, պարիսուցը մեր այս գեղեցիկ պարերը բեմադրելու մեկ անգամ ևս շնորհակալ եմ։ Իսկ հիմա ուզում եմ խոսքս ուղղեմ իմ սաներին, անկեղծ շատ հուզված եմ, կփորձեմ այնպես ասել, որ դուք ևս ինձ հասկանաք, սիրելիներս, ահա ավարտվեց մեր 4 տարիների երազը գուցե կարելի այսպես ասել։ Ֆիլմը, որը ֆիլմի առաջին մասը կարելի է ասել, բայց դուք սա վերջն էր և ազդարարում էր սկիզբ նոր ֆիլմի, նոր սերիաների։ Դուք դեռ շատ սերիաներ եք ունենալու, սա ձեր կյանքի առաջին պատասխանատու սերիաներից մեկն էր։ Այստեղ եղան և հիասթափություններ, և ձեռքբերումներ, և հաղթանակներ, և արցունք, և աղաղակ, և ժպիտ, ամեն ինչ, մի խոսքով այս 4 տարիների ընթացքում դուք ապրեցիք այդ ամենը։ Մենք այսօր տեսանք ձեր 4 տարիների երազը, կինոյի առաջին սերիան։ Մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ։ Ձեզ ցանկանում եմ, որ դուք ուր էլ գնաք, որտեղ լինեք, ձեր ճանապարհին միշտ շողա պայծառարեք, դուք եք մի արևներ եք, դուք եք մի արևի շող եք, դուք եք շենացնելու մեր ապագան, մեր երկիրը, դուք եք մեր երկրի տերը, այնպես որ երեխաներ ջան, հետագայում էլ լավ սովորեք, ինչպես միշտ ես այդքան ասում եմ ձեզ, լավ սովորեք, որովհետև գիտելիքը դա այն ուժն է, որը ոչ մեկը չի կարող ձեզանից խլել, հասկանում եք երեխեք ջան։ Դժվարություններ էլ կլինեն, ոչինչ, հաղթահարեք, իմացեք, այդ դժվարությունները հաղթահարելով, դուք ավելի եք ամրանում, տոկուն դառնում, ավելի հզորանում, ավելի այդ դժվարությունները կոփում են ձեզ, այնպես որ երեխեք ջան, ձեզ կանաչ ճանապարհ, ձեզ շատ սիրում եմ։ Այժմ ուզում եմ խոսքը տրամադրել մեր շատ սիրելի տնօրեն ընկեր Մարտիրոսյանին։ Բարև ձեզ, սիրելի ծնողներ, սիրելի աշակերտներ, սիրելի ընկեր Սարգսյան, ուզում եմ այսօր իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ այս գեղեցիկ ելույթի համար։ Դուք հրաշալի
միջոցառումով հանդես եկաք բովանդակալից ներկայացրեցիք ձեր 4 տարիների ֆիլմը, որտեղ ամբողջապես ձեր հիշողություններն էին եւ մի բան եմ ուզում ասել, հիշողությունները, ինչպես ասել են մեր փիլիսոփաները, մարդու ամենաթանկ գանձերն են։ Այն ոչ մեկ, եթե դուք թույլ չտաք ձեզանից զավթել, չի կարող։ Եթե թույլ տաք, պատմեք, մարդիկ կիմանան, որ այդ գանձերն ունեն, բայց ձեզանից ոչ մեկ խլել հիշողությունները չի կարող։ Սիրելի աշակերտներ, ձեր գեղեցիկ ֆիլմը սկսվեց շնորհակալությունից։ Իսկ ես ինձ համար ամենաանտանելի մարդը անշնորհակալ մարդն է։ Անշնորհակալ մարդուց, այստեղ ինձ այս տարիքով մեծ մարդիկ կան, ծնողներ կամ փորձառու, իրենց ոլորտի մասնագետներ, վտանգավոր մարդ չկա աշխարհում։ Եթե մարդ անշնորհակալ է, իրենից ամեն ինչ պիտի սպասես։ Ես հասկացել եմ ու իմ կարճ այդքան էլ մեծ կյանք չեմ անցկացրել, բայց արդեն հասկացել եմ, որ այո, ամենավտանգավորը անշնորհակալ մարդն է։ Դուք շնորհակալություն հայտնեցիք ձեր մայրիկներին, կեցեք, որովհետև առանց մայրիկի երեխան երջանիկ երբեք չի լինում։ Դուք շնորհակալություն հայտնեցիք ձեր տան սյուներին, հայրիկներին, որովհետև առանց հայրիկների մայրիկներ չեն կարող շատ բան անել, որովհետև երբ որ ուժեղ հայրիկ կամ մայրիկի կողքին, մայրիկի թևերը ավելի լայն են բացվում։ Դուք շնորհակալություն հայտնեցիք դպրոցին, շնորհակալություն հայտնեցիք ուսուցիչներին, ձեր առաջին ուսուցչուհուն, վարչական աշխատողներին մեզ, շնորհակալություն հայտնեցիք ընկերներին, խոսեցիք, արժևորեցիք հայրենիքը, սիրելի երեխաներ, այո, դուք եք մեր վաղվա ապագան, դուք եք Տերը այս հողին, եւ ձեր պարը, ձեր Յարխուշտան, Քոչարին ավարտական ապացուցեց, որ մենք դաստիարակել ենք արժանի սերունդ, հատկապես այն տղաները, ում ձեռքերը վնասված էին, կոտրված ունեին, իրենք ապացուցեցին, որ հայ զինվորին ապագա ոչինչ չի խանգարի։ Այսինքն, եթե մարդ արժևորում է հողը, հայրենիքը, նա ոտքն էլ վնասված լինի, ձեռքն էլ վնասված լինի, պաշտպանելու է այդ հայրենիքը։ Իսկ քանի դեռ մեր դպրոցի ուսուցիչները անում են Այբենանի հանդես, անում են 4 դասանի ավարտական հանդես, տեսեք, այն 9-րդ դասանինը չեմ ասում, ինչու, դա էլ է կարևոր, բայց հիմքը դնում է տարական դպրոցը։ Ուրեմն ես վստահ եմ, որ միջին օղակում մեր ուսուցիչները այդ հիմքի վրա ամուր շենք են կառուցել։ Եվ ես ուզում եմ իմ խորին շնորհակալություն հայտնել ընկեր Սարգսյանին, որովհետև դուք տեսաք, ես չի անդրադառնալու, բայց դուք ստիպեցիք, որ ես անդրադառնամ այդ թեմային։ Դասվարի աշխատանքը շատ դժվար է, բոլորը չէ, որ գոհ են մնում դասվարից։ Դասվարը ամեն ինչ անում է, տանջվում է, չարչարվում է, բայց միևնույն է, վերջում էլի մի քանիսը դժգոհ գնում են, միջին օղակում էլ չեն խոսում, որովհետև միջին օղակում ուսուցիչներ շատ են։ Տարեկանում մի ուսուցիչ է, բոլոր այդ դժվարությունները, որ կա, վերագրում է, կապում է դասվարի հետ։ Բայց այն հոգին, այն ջանքը, այն ուժը, եռանդը, որ դնում է դասվարը, հավատացեք, պետք է գնահատել, շատ դժվար է։ Դուք ձեր ընտանիքներում փոքրիկ միջոցառում եք անում, էլի հետո վերլուծում եք, մի բանից գոհ եք, մի բանից դժգոհ եք, բայց աշխատելով երեխաների հետ, կերտելով այդ երեխաներին, մեկը մի քիչ լավ կազմունքի, մեկը մի քիչ վատ, մյուսը կպարի, մյուսը չի պարի, ստանում ենք այս արդյունքը, որի համար պիտի ասեմ ընկեր Սարգսյանին շատ շնորհակալություն։ Բացի դրանից, հիշում եք, որ եղան խնդիրներ ընկեր Սարգսյանի հետ։ Ես հիշում եմ ձեր հայացքները, ձեր մտահոգությունները իմ կաբինետում, վստահեցիք, հիմա փոշմանել եք, ոչ։ Դրա համար երբեք ոչ մեկ ապահովագրված չի։ Եկեք ասենք շնորհակալություն ու ձեզ էլ երեխաներ ասեմ, որ իրոք ձեր բախտը բերել է, որ ընկեր Սարգսյանն է ձեր ուսուցչուհին, որովհետև այս փորձի ընթացքում տարիների ես համոզվել եմ, որ ընկեր Սարգսյանը ոչ թե միայն գիտելիք է տալիս, այլ աշխատում է ձեր որակների վրա։ Էնպես որ արժանի եղեք ընկեր Սարգսյանի աշակերտը լինելու եւ թույլ չտաք, որ միջին օղակում ձեզանից հանկարծ ուսուցիչները դժգոհ են։ Ձեզ բարի երդ
միջին օղակ։ Իսկ ձեզ ընկեր Սարգսյան քաջ առողջություն եւ երկարատև աշխատանք, որ ելի սերունդներ կրթեք ու դաստիարակեք։ Որոշեցի խոսեմ, բայց չխոսել չեմ կարող, որպես ծնող։ Ճիշտ է, չգիտեմ ինչ խնդիրներ ա եղել, մենք 2 տարի է դպրոցում ենք, բայց սիրով ենք մտել ու հիացած եմ իմ ուսուցչով, իմ երեխաների ուսուցիչներով։ Լինել տարական դասարանի ուսուցչուհի, ինքս մանկավարժեմ, ես գիտեմ դրա բարդությունը ու իմ երեխան ինչ հիացած եմ մտել այդ դասարան ու չգիտեմ ինչ դժվարությամբ հարաժեշտ տալիս Ընկեր Սարգսյանին, այդ բառերով չեմ կարող նկարագրել։ Ծնողների, մեր դասարանի բոլոր ծնողների անունից եմ ասում, վստահ եմ բոլոր այդ պահին կկանգնեն իր կողքին, իրոք շնորհակալ ենք։ Ձեր տվածը ուղղակի ֆիլմի հատված է իրանց կյանքից, որ իրանց սերիալը նոր է սկսվում, կներեք կոպիտ եմ ասում, կոպիտ է գուցե ինչ-որ սերիալ, բայց ձեր տված սերմերը իմացեք, որ հետագայում պետք է գալու շատ, երբ որ իմ աղջիկա հետ մենք զրույց ենք ունենում, ասում եմ, մամ, Ընկեր Սարգսյանը նույն ձևը բացատրում ես։ Դրա համար ես վստահ եմ, որ նույն ծնողական սերը, որ մենք տալիս ենք տանը, իրենք ստացել են դպրոցում։ Ես ունեմ նաև երկրորդ դասարանում երեխա, Գեր Մելիքյան ասուստուհին, որ էլի հիացած եմ առանց խոսքերի ուղղակի, Ընկեր Սարգսյան, այսօր ձեր օրն է, ուղղակի ուզում եմ ձեզ գրկեմ, ասեմ, շնորհակալ եմ, ու այս գրքում ինձ թվում է բոլոր ծնողները կգրկեն այս նույն գրքի մեջ։ Առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ձեր դասարանի ծնող խորհրդին, բոլորին։ Ժողովուրդ ջան, շատ դժվար է դպրոցի տնօրեն աշխատել, ամեն օր անդադ բողոքներ եք լսում, անանուն կեղտոտ թեժ գծեր եք ստանում, բայց ձեր դասարանը եզակի դասարաններից էր, որ արժանապատիվ պահեց իրեն եւ այսօր այս որակով միջոցառումն արեցիք, տեսեք, չկա ավելորդ պերճություն, համեստություն է, ճաշակ է, չկան ծաղիկներ, որի կարիքը բնավ ոչ մեկս անկեղծ եմ ասում չունենք եւ չկան խոսակցություններ։ Հիշեք, հաճույքի համար միշտ վճարում են։ Միշտ։ Բայց որ վճարում եք, արեք սրտանց։ Արեք սրտից բխող, առանց աղմուկի, որ մենք էլ մեզ ոտնահարված չզգանք, ժողովուրդ ջան։ Իսկապես շնորհակալություն, ես ուզում եմ ձեզ ասել, հատկապես Օլյային, Օլյա ջան, դու այդ ծնողներից ես, որ միշտ մեր ծնող խորհրդի ակտիվիստներից ես եղել ու կլինես, ոչ մի խոսակցություն, ասածս խնդրանքները, հորդորները հաշվի եք առել, փորձել եք խնդիրները գալ միասին լուծելի դարձնել, ինչը ամեն մարդ այդ ունակությունը չունի, այնպես որ շնորհակալություն եւ ձեզ բոլորիդ էլ, որովհետեւ ցանկացած հարց փորձել եք լուծել մեր տիրույթում։ Մեր տիրույթից, մեր ընտանիքից դուրս չեք եկել։ Ժողովուրդ վատը լինելը րոպեների հարց է, բայց լավը լինելը շատ դժվար է։ Այնպես որ մեզ մի նեղացրեք էլի։ Շնորհակալություն ձեզ։